Միացյալ Նահանգների հարվածները Վենեսուելային նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալությունն ու տեղափոխումը Նյու Յորք վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։ Վաշինգտոնը Մադուրոյին մեղադրում է թմրահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման եւ զենքի հետ կապված դավադրության համար։ Նյու Յորքում դատարանի առջև կկանգնի նաեւ Մադուրոյի կինը Սիլիա Ֆլորեսը։ Նրանք երգում են առաջադրված մեղադրանքները, պնդելով, որ ԱՄՆ-ն թմրանյութերի դեմ պայքարն օգտագործում է որպես պատրվակ վենեսուելական նավթին տիրանալու համար։ 63-ամյա Մադուրոն եւ նրա կինն ուղղաթիռով այնուհետև ավտոշարասյունով կալանավայրից տեղափոխվել են Նյու Յորքի դատարան, որտեղ նրանց մեղադրանք կառաջադրվի։ Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կկառավարի Վենեսուելան մինչև այդ երկրում տեղի ունենա իշխանափոխություն։ Մինչդեռ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցի լատինամերիկյան երկրի ամենօրյա կառավարմանը, սակայն կշարունակի կիրառել նավթային սահմանափակումները, մինչև Վենեսուելայում փոփոխություններ տեղի ունենան։ Միևնույն ժամանակ Վենեսուելայում նախագահի պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որի հասցեին եւս Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել։ Եթե նա ճիշտ չվարվի, ապա շատ մեծ գին կվճարի, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն։ Այս սպառնալիքների ֆոնին Ռոդրիգեսն ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել Վաշինգտոնի նկատմամբ եւ համագործակցության կոչ արել, չնայած մինչ այդ քննադատել էր Միացյալ Նահանգների կողմից ուժի կիրառումը։ Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդներն ու մեր տարածաշրջանն արժանի են խաղաղության եւ երկխոսության, ոչ թե պատերազմի։ Դա միշտ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուղերձը եւ դա այժմ ամբողջ Վենեսուելայի ուղերձն է։ Վենեսուելան խաղաղության, զարգացման, ինքնիշխանության եւ ապագայի իրավունք ունի։ Միևնույն ժամանակ Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել նաև Վենեսուելայի հարևանների հասցեին։ Կոլումբիան նույնպես շատ հիվանդ է եւ կառավարվում է հիվանդ մարդու կողմից, որը սիրում է կոկաին արտադրել եւ այն վաճառել Միացյալ Նահանգներում, բայց նա երկար չի շարունակի դա անել։ Հարցին արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է գործողություն իրականացնել նաև Կոլումբիայում, Թրամփը պատասխանել է՝ վատ չի հնչում։ Արձագանքելով այս հայտարարությանը, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Միացյալ Նահանգներին նախազգուշացրել է զերծ մնալ անօրինական սպառնալիքներից։ Պետրոն հայտարարել է, որ կպաշտպանի Կոլումբիայի ինքնիշխանությունը եւ պատրաստ է զենք վերցնել հայրենիքը պաշտպանելու համար։ Անդրադառնալով Մեքսիկային, Դոնալդ Թրամփը նշել է, որ այդ երկիրը պետք է վերանայի իր գործողությունները։ Մեքսիկան պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև թմրանյութերը գալիս են Մեքսիկայով, մենք ստիպված կլինենք ինչ-որ բան անել։ Ցավոք, Մեքսիկայում կարտելները շատ հզոր են։ Ինչ վերաբերում է Կուբային, ապա ըստ ԱՄՆ նախագահի այդ երկրի վարչակազմը շուտով կտապալվի առանց որևէ միջամտության։ Նա նաև նշել է, որ Վենեսուելայում ամերիկյան հատուկ գործողության ընթացքում բազմաթիվ կուբացիներ են զոհվել։ Ըստ Կուբայի կառավարության զոհերի թիվը 32 է։ Երկրում սուգ է հայտարարվել։ Ամերիկյան հարվածներից վենեսուելացիների շրջանում զոհերի հստակ թիվ չի նշվել։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների զոհերի թիվը կազմում է 40-ից 80։ Միջազգային հանրության կարծիքը Վենեսուելայում ամերիկյան գործողության վերաբերյալ հակասական է։ Եվրոպացի առաջնորդները Մադուրոյին համարում են անօրինական ղեկավար, սակայն միևնույն ժամանակ զսպվածության կոչեր են անում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել են Մադուրոյի ձերբակալությունը։ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հիշեցրել է, որ Եմեն բազմիցս Վենեսուելայում իշխանության խաղաղ փոխանցման կոչ է արել։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, պետք է պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Ի տարբերություն այս արձագանքների, Իրանն ամերիկյան գործողությունը որակել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում, որը պետք է դատապարտվի ՄԱԿ-ի եւ բոլոր պետությունների կողմից։ Ռուսաստանը հայտարարել է, որ Վենեսուելան պետք է իրավունք ունենա որոշելու իր ճակատագիրն առանց արտաքին միջամտության։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը եւս մեկ անգամ կրկնել է, որ երկիրը կտրականապես մերժում է այլ երկրների ներքին գործերին միջամտությունը։ Նա հավելել է, որ Մեքսիկան ինքնիշխան պետություն է եւ համագործակցում է Միացյալ Նահանգների հետ թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի եւ անվտանգության հարցերում։ Չինաստանը, որը վենեսուելական նավթի հիմնական գնորդն է, նույնպես դատապարտել է ինքնիշխան պետության նկատմամբ ուժի կիրառումը եւ նշել, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի ղեկավարին եւ նրա կնոջը եւ ստեղծված իրավիճակը լուծի բանակցությունների միջոցով։ Միևնույն ժամանակ Թրամփի համոզմամբ Վենեսուելայում իրականացված գործողությունը չի ազդի Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ իր հարաբերությունների վրա։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, մենք ունենք մաքսատուրքերի լծակը, նա նույնպես մեր նկատմամբ ունի տարբեր լծակներ։
Վենեսուելացիների եւ ամերիկացիների շրջանում եւս արձագանքները տարբեր են։ Բրուքլինի հետաքննական մեկուսարանի առջև, որտեղ պահվում է Նիկոլաս Մադուրոն, ակցիա է տեղի ունեցել, ցուցարարները բողոքել են ամերիկյան գործողության դեմ։ Լատինամերիկյան մի շարք երկրներում վենեսուելացիները տոնել են Մադուրոյի ձերբակալությունը, իսկ Կարակասում Մադուրոյի կողմնակիցները պահանջել են ազատ արձակել նրան։ Այս ամենի ֆոնին Շվեյցարիան սառեցրել է Նիկոլաս Մադուրոյի եւ նրա մերձավորների ակտիվները։ Տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։